Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը կյանքի ուսուցիչ համարում է հորը, որի կյանքը ճանաչելու պարզ դասերն ուղեկցում են իրեն ծնված օրից։ Մեր երկրի առաջընթացը պայմանավորում է հոգևոր բարոյական մթնոլորտի ձևավորմամբ, դժվարին իրավիճակում հայտնվելիս դիմում է Աստծուն։ Տպավորիչ պահեր շատ են եղել նկարչի կյանքում, եւ դրանք նույնքան անկրկնելի են, որքան ծագող արևն ու մայրամուտը իր կտավներում։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում օր 6-րդն է, եւ այսօր մեր տաղավարում մենք շարունակելու ենք մեր զրույցը գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի հետ։ Ողջույն ձեզ, պարոն Աղաբաբյան։ Բարև։ Այսօր մենք որպես ազգ, ժողովուրդ, երկիր կանգնած ենք նախ եւ առաջ մեր անվտանգությունը պահելու, ազգային անվտանգությունը պահելու երևի սեպուհ խնդիրն է այսօր դրված մեր ժողովրդի առջև։ Եվ նաև ունենք Արցախի ճանաչման խնդիր, թեև կասեի նաև մեր երկիրն էլ դեռ այդպես համատարած ճանաչված չի ամբողջ աշխարհում, մանավանդ տարբեր հասարակությունների միջին եւ ներքևի խավերի կողմից։ Դրա համար լծված են բազմաթիվ ոլորտի ներկայացուցիչներ, դիվանագետներ, քաղաքականությամբ զբաղվողներ, գրողներ, չգիտեմ, դեսպաններ եւ այլն, եւ մեր Սփյուռքի համայնքի ներկայացուցիչները։ Բայց այս ամենի համայնապատկերում իրենց դերը եւ նշանակությունը ունեն նաեւ արվեստագետները։ Մի օրինակ բերեմ, իհարկե ցավալի օրինակ պիտի բերեմ, մեր Չարենցյան Կարսը այսօր աշխարհին ներկայանում է Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրան Փամբուկի այդ ստեղծագործությամբ կամ ստեղծագործություններով, նույնիսկ ավելին ասեմ, Կարսին նվիրված այդ որ Կարսն է որպես միջավայր գրքում դրված, նույնիսկ անունը արդեն բխեցվում է թուրքական բառից։ Այսինքն աշխարհը արդեն այդ լուսամուտով է նայելու այդ քաղաքին։ Հիմա ձեր նկարները եւ ընդհանրապես արվեստը մեր երկրի ճանաչման գործում ինչպիսի դերակատարություն ունի եւ ինչպիսի մենք այսպես ասած հեռանկար ունենք։ Ուղիղ ասեմ, որ դժբախտաբար մենք այն ինչ որ այսօր ունենք մեր հայոց մեջ ունենք մշակույթ եւ ունենք բանակ։ Դժբախտաբար ուրիշ բան չունենք։ Այսինքն պետական կառույց եւ այլն կարծես թե սիմվոլները կան, բայց չեն գործում ի շահ պետականության կայացման։ Դրա համար շատ կարևոր եմ համարում մշակների անելիքը, որովհետեւ մեր երկիրը դրախտավայրն է ի վերջո։ Հետո աշխարհի շատ երկրներ ու ժողովուրդներ իրենց սնունդը ստեղից են առել, եւ հոգեվոր, եւ գիտական, եւ այլն, եւ այսօր է շարունակում են ստեղից առնել։ Բայց մարդ արածը չգիտես ինչու վերցնում է ու տվողին մոռանում եւ նույնիսկ փորձում է այդ տվողը իջիկ դարձնել, որպեսզի այդ իր անձին վերագրի, երևի այդ հոգեբանությունն է գործում։ Բայց այն հրաշքը, որ է մեր Հայաստան աշխարհը, ես տարբեր երկրներում շատ եմ եղել։ Իրենց ոչ միայն քաղաքներում, այլ գյուղերում, սարերում եւ այլն։ Ամեն մեկը յուրովի գեղեցիկ է։ Բայց մեր երկիրը, Հայաստան աշխարհը ամենուր հոգեվոր է։ Աստծո էներգետիկան ինքն ակտիվ է։ Օրինակ ես որ գնում եմ սարեր նկարելու, ես աշխատում եմ իմ գիտակցությունը այնպես անում, որ չխանգարի։ Ու ինձ բաց թողնեմ, ինչքան որ իմ խողովակը պատրաստ է այդ պահին, մինչ այդ ինֆորմացված, եւ ձեռքս աշխատում, աչքս տեսնում գույն եւ այլն, փորձեմ ես ինքս չխանգարեմ ինձ։ Ու այդ այն էներգետիկան, որ գալիս է մեր սարերից ու մեր Աստծո ստեղծած երկրից, որևէ տեղ ես այդ զգացողությունը չեմ ունեցել։ Շատ տեղերում եմ նկարել եմ, ուղղակի չեմ գնացել նայելու։ Ֆրանսիայի Պրովանսներում, Իսպանիա, Ամերիկա եւ այլն։ Նաև Արևելք, Սիրիա եւ այլն։ Այդ հրաշքը, որ մեզ տրված է ի վերուստ, մենք իրավունք չունենք չպահելու։
Այսինքն մեզ տված է նաև պարտականություն, հատկապես հայ մշակներին, իմ համոզմամբ այդպես է, պարտականություն եւ նա պահելու եւ եթե կարիքը լինում նաև ուժով պահելու։ Հիմա եղավ կարիքը Արցախյան ազատամարտի ժամանակ ուժով էլ պահեցինք։ Գաղտնիք չի, որ առաջի գծում կամավորականների մեծ մասը մտավորականություն էր։ Գրողներ, պատմաբաններ, գիտնականներ եւ այլն։ Հիմա անուն որ թվարկենք, հոգիներում արդեն իսկ անթեղված էր եւ վառեր եւ գիտակցական եւ ենթագիտակցական այդ շունչը։ Հիմա մենք դժբախտաբար չեմ ուզում տխրացնել, որովհետեւ անուշիկ բաների մասին ենք խոսում, բայց այսօր ես բան ունեմ, տագնապ ունեմ մեջս, որովհետև մենք այսօր շատ վատ իրավիճակի մեջ ենք հայտնվել։ Կամաց մենք զրկվում ենք մեր երկրի տերը լինելու հնարավորությունից։ Ու դրա մեջ ես առաջի հերթին մեղադրում եմ ինքս ինձ եւ մտավորականությանը եւ հոգեվորականությանը դիպարս խոսել։ Ես ինձ քննադատում եմ, նոր եմ ձեզ ասում։ Որովհետև մեր իմ կարծիքով մեր պասիվության արդյունքում է, որ մեր մեջից դուրս եկածը մեր գլխին պատուհաստ է դառնում։ Ինչից է որ արվեստագետը որ պիտի զբաղվի բուն իր ոլորտի ներսում ստեղծագործելով դժբախտաբար մեզ տրված չի։ Այսօր թողել է եւ ավելի քաղաքացիական, այսպես ասած, հասարակությանը յուրահատուկ այդ շարժումների ակտիվ մասնակից է դարձել։ Հիշենք անցյալը, շատ հեռու չգնամ։ Հեռու էլ գնանք նույնն է եղել։ Թումանյանից կանք, Սարյանով կանք մինչև մեր օրերը։ Նկարիչեր, գրողեր, ճարտարապետեր եւ այլն։ Բայց քանի որ այն ինչ որ պիտի անեին, ենթադրենք այդ քաղաքական լուծաբանները եւ այլն, իրենց գործի մեջ пассивանում էին, ու ստիպված գործնել էր մնում Օհանեսի վրա։ Այսօր դժբախտաբար մենք նորից նույն կացության մեջ ենք հայտնվել։ Երանի չէր ամեն մեկ իր գործն ամուսով աներ, մարդիկ էլ իրենց գործով զբաղվեին։ Իսկ էլ որ օրինակ մենք ունենք արվեստագետներ, որ ասում են, ես նկարիչ եմ, գործ չունեմ ոչինչ բանի հետ, դա փարիսեցություն է, սուտ է, դատարկաբանություն, որովհետև այն ինչ որ դու անում ես, ոչ մեկին պիտանի չի, որովհետև ում համար որ անում ես, նա չի լինելու, նա չի գիտակցում, դու նրա գիտակցությանը պիտի բերես հասցնես, նա պիտի պատրաստես, որ ոչ միայն հացիվ, այլ նաև հոգևոր պիտի ապրի, չէ՞։ Իսկ այդ անելու ֆունկցիան, քանի որ ի պաշտոնե չեն կատարում իրենց բարձրության վրա, նորից ընկնում այն ստեղծագործող արվեստագետ մարդկանց վրա, որոնց գործը դժբախտաբար ավելի է բարդանում, ավելի է ծանրանում։ Երանի չէր, որ այդպես չլիներ։ Ձեզ ինչ է պետք հանգիստ ստեղծագործելու համար։ Ինձ պետք է որ անուշիկ երկիր ունենամ, խաղաղ լինի երկիրը եւ մարդիկ կարիքի մեջ չլինեն, ոչ հոգեվոր, ոչ նյութական։ Այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կանգնի։ Բայց պարոն Աղաբալյան, շատ հաճախ մեր արվեստագետները հանճարեղ գործեր են ստեղծել հենց բողոքելու արդյունքում։ Բողոքի նյութ ինքան կա։ Գանգատի արդյունքում։ Դա լիքն է, այստեղ մենք գոյության խնդրի մասին ենք խոսում այսօր։ Այդ նյութը, այդ ըմբոստության, այդ հակադրվելու, չարին եւ այլն, դա ինչքան որ աշխարհը լինի, երևի թե դա պիտի լինի, չէ՞, միջև աշխարհի վերջ, հա, որովհետեւ չարի ու բարու պատերազմը գնում այնուամենայնիվ։ Այսինքն այդ թեման հավերժական է։ Մեր պարագային, հայոց պարագային մենք համարյա 1000 տարի ինքնիշխանությունից զրկվել էինք։ Եվ ի պատիվ մեր հոգեվորական դասի եւ նաեւ ստեղծագործող արվեստագետների մենք կարողացանք ինքնություն պահպանել։ Հիմա կարծես թե պետականություն ենք ստեղծել, բայց հետ ենք կորցնում, այդ կորցնելու վտանգի առաջ ենք։ Եվ նորից կարիքն է զգացվում դարձյալ պետականության բացակայության պայմաններում, ովքեր իրենց ուսերին էին կրում, դարձյալ կարիք է զգացում, որ այդ մարդիկ առաջ կան։ Գիտեք, այսօր արվեստագետներից, նույն հոգեվորականներից պահանջում են, նույն հասարակական տարբեր շրջանակներից պահանջում են ակտիվություն այն ասպարեզում, որը այդ մարդկանց կամ այդ ոլորտի առաքելությունը չի։
Ասեմ, որ դա խնդիրը, որ պահանջելով չէ, որ պետք է լինի։ Մարդը գիտակցում է, զգում է իր կարիքը, այսինչ ոլորտում, այսինչ քայլ անելու, պիտի անի։ Այլ բան է, որ զգում է, բայց խուսափում է անել։ Ես խոսում եմ այդ արվեստագետների մասին։ Զգում է, որ սխալ է կատարվում, բայց ինչ պայմաններից ելնելով խուսափում է այդ քայլը կատարել կամ խոսք ասել։ Ի վերջո այդ մեր լռելու, խոսք չասելու, քայլ չանելու արդյունքում մենք իսկապես կկորցնենք մեր այս փխրուն պետականությունը։ Ձեզ մի օրինակ եմ ուզում տալ 5 տակարանի ընդհանուր հասարակական կամ այս ինչպիսին պիտի լինի հասարակությունը եւ երկիրը, թե ինչ նաեւ պատգամ է պարունակում, փոխանցում է մեզ։ Մարգարեները միշտ հանդես էին գալիս Աստծո խոսքը փոխանցելու առաքելությամբ, այսպես Աստծո խոսափողն էին, որի բովանդակությունը կամ որի հասցեատերերը որպես կանոն երկուսն էին լինում։ Երկրի իշխանավորները, որոնք մշակում են երկրի քաղաքականությունը, եւ մյուս կողմը հասարակությունը։ Եվ թիրախները հիմնականում հավասարապես գնում էր երկու ուղղությամբ իշխանավորներին ոչ ճիշտ քաղաքականություն վարելու մեջ կամ օտար աստվածներին պաշտելու, ոչ ճիշտ հարևանների հետ դաշնակցելու, ոչ ճիշտ հասարակությանը առաջնորդելու այդ նավը, իսկ հասարակությանը բարոյականության համար, որտեվ ոսկե հորթի օրինակը միշտ կա, որ այդ հակվածությունը, ներքևից հակվածությունը դեպի այդ կողմ միշտ կա։ Այսօր մենք շատ ենք լսում քննադատություններ, լինի առողջ թե անառողջ, ինչպես որ ամեն կողմը նայում է եւ մեկնաբանում է, իշխանությունների հասցեին կամ նրանց հասցեին, որոնք լիազորված են երկրի կառավարման համակարգը այսպես ստանձնելու եւ հանձնառելու։ Բայց հասարակությանը ուղղված թվում է, տեսեք, հասարակության մեջ այսօր բազմաթիվ արատավոր երևույթներ կան։ Այո։ Եվ մի տեսակ այդ պատգամը, որ պարունակի դաստիարակ չկա։ Օրինակ, ասեմ, նկարչությունը կարող է լինել դրանցից մեկը։ Որտեղ միայն խոսքը չէ։ Նկարչությունը կարող է լինել բանաստեղծությունը, արձակը, կերպարը, որևիցե մի ստեղծագործություն, որի մեջ ճշմարտություն կան, նայած թե ճշմարտությունը որ կաղապարով է մատուցվում հասարակությանը։ Այ մենք չենք թերանում նաև հասարակությանը այպես վերև բարձրացնելու, կրթելու։ Կարծիքով իհարկե թերանում ենք, բայց իմ կարծիքով դրանք մեդալի երկու կողմն են։ Մեկը մյուսով է պայմանավորված, իմ կարծիքով։ Իշխանության անբարոյականության ճառագայթները գնում են դեպի հասարակություն, եւ ճիշտ հակառակը։ Դժբախտաբար մեր հասարակությունը, մեր հայոց հասարակությունը դեռ ողնաշարը չուղղած, դեռ հասարակություն չի ձևավորվել։ Ողնաշարը կոտորածից հետո 100 տարի անցել, բայց մենք չդզվեցինք։ Պատերազմ հաղթեցինք, մի քիչ ողնաշարներից դզվել էր, որ պիտի արդեն ինչպես ասում են, չէ՞, այդպես խոսք կա քաղաքացիական հասարակություն բանից, ապուշ խոսքեր են, ես չեմ սիրում այդ բաները, բայց այնուամենայնիվ որ քաղաքացի էլի, մենակ իրանձով չպայմանավորի ամեն ինչը, դեռ չձևավորած իշխանություն վատ օրինակ է ծառայում։ Այսինքն այդ հասարակությանը չտված մենք նրանից պահանջ ենք ուզում։ Այդ հասարակության միակ տվողը, որ դրական է տալիս, էլի մտավորականն է, էլի նկարիչն է, էլի գրողն է։ Այն վատ նախարարը չի, որ ակնհայտ տեսնում ես ինչ ստորություն անում, շահով պայմանավորված եւ այլն, չխորանանք։ Կարծում եմ մենք մի քիչ ուրիշ ենք մնացել հասարակարգերի, պետությունների, ժողովուրդների հետ համատելը, կարծում եմ մեր պարագային այդքան էլ ճիշտ չի, որովհետեւ մեր անցածը, մեր սկիզբը եւ մեր այսօրը կարծում եմ շատ է տարբերվում այլ ազգերից։ Եվ նաեւ մեր ազգի պարտականությունը կարծում եմ քիչ ավելին է, քան ենթադրենք, ինչ ասեմ, Մոզամբիկի ժողովրդին է ենթադրենք։ Պարտականությունը եւ առաքելությունը։ Եվ առաքելությունը, եւ պատահական չի, չէ՞ որ մեր եկեղեցին առաքելական է կոչվում։ Մենակ առաքյալներով չի պայմանավորված, առաքելություն ունի ի վերջո։ Ամբողջ աշխարհում մենք ենք մեկ էլ Եթովպիան, չէ՞ որ առաքելական եկեղեցի է համարվում։
Չէ, 5 առաքելական համարվում են բոլոր այն եկեղեցիները, որոնք առաքելական հիմնադրում ունեն, ծագում ունեն։ Խորքում կաթոլիկ եկեղեցին էլ է առաքելական։ Հա, չէ, մերը որ հստակորեն կոչվում է հայ եկեղեցին առաքելություն ունի, դա միանշանակ է, այո, իհարկե, եկեղեցին ինքը շարժում է, ինքը առաքելություն է, եւ հայ եկեղեցին նախ եւ առաջ հայ ժողովրդի կյանքում առաքելություն ունի։ Առաջինում որպես հոգևոր առաքելություն եւ երկրորդ հաղթական եւ եթե պետականությունը բացակայում է, ցավոք սրտի նաեւ դժբախտաբար երկար տարիներ նաեւ այդ ֆունկցիան է կատարել։ Օրինակ ես հիշում եմ Վազգեն առաջին վեհապարի խոսքը, որ ասում էր հայոց դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում։ Ինքն սիրուն ասում։ Նախ կոծարոջերի կլիսամոտենամ։ Այսինքն եթե մենք մերին չապրեցրինք, ուրիշին չենք կարող ապրեցնել։ Օրինակ ասում են, չէ, ինչ որ գլոբալիզացիոնիզմ։ Դու եթե քո ծնողներին չսիրեցիր, չհարգեցիր, ուրիշին ոնց կարող ես արժևորել։ Աբսուրդ է։ Եվ նաև խոսքս ուղղեմ այն մեր մտավորականներին, գրողներ, նկարիչներին, որոնք որ ասում են մենք ես չգիտեմ, համաշխարհային գրող ենք, նկարիչ ենք։ Եթե մշակույթը ազգային հենք չունեցավ, նա չի կարող համամարտկային արժեք ստեղծել։ Աբսուրդ է, այդպիսի բաներ չի լինում։ Եվ նորից այդ խոսքը հիշենք։ Նախ քո ծառը ջրի։ Դա էգոիզմ չի, չէ՞, դու քո ծառը ամուր լինի, որ կարողանա պտուղ տա, ուրիշիներ կարողանաս քո օգնես։ Այլապես դու տկարվում կարաս ուրիշին օգնել։ Այսինքն դա եսակենտրոն բանի մասին չէ, որ ես ասում եմ։ Ի վերջո մենք մոռացել ենք դրա մասին, իմ կարծիքով, երևի թե 1000 տարի եթե ոչ ավել, նախ գնացել ենք ուրիշների քաղաքներն ենք սարքել, Լվով, Բաքու, չգիտեմ, որ երկրներ, Թիֆլիս եւ այլն, մերը թողած։ Նախ իրանցն ենք ջրել, բարձում է մերը ավիրվել է։ Լավ, սարքել ենք, բայց գոնե այդ ներկայությունը կարողանային ապահովել մեր մինչև այսօր եւ մեր երկրին ծառայեցնեինք այդ ներկայությունը։ Հիմա երեք կարծեմ, որ Ալիքով չեմ հիշում, Ներսիսյան դպրոցի մասին են խոսում Թիֆլիսում։ Ինչ որ մեկ առել է, վրացի թե ինչ չգիտեմ։ Եվ հայերին թույլ չի տալիս մտնեն այնտեղ։ Ներսիսյան դպրոցը։ Հասկանում եք, ինչ սերունդ որտեղ չեն եղել, Վենետիկ։ Վենետիկը Մխիթարյան միաբանությունը, չէ՞, Մուրադ Ռաֆայելյան վարժարանը։ Այդ վարժարանում այլևս ուսում չի գնում։ Իսկ այդ վարժարանը պատմություն ունի։ Պատմությունը կերտել։ Այո, եւ ես որքան տեղյակ եմ, այդ արդեն սկի մերն էլ չի, ոնց որ վաճառված է։ Չէ, վաճառված չի։ Մերն է, փառք Աստծո։ Բայց օրինակ այն ժամանակ ես եղա պարզապես որպես հյուրանոց է ծառայում եւ վատա հայերին էլ եթե Վենետիկ են գնում, բավական ընդունում են։ Հա, այդ ճիշտ, ես եղել եմ այնտեղ, հյուրընկալվել եմ։ Ինչ կուզեի ասեի, որ այն տարիներ առաջ, երբ որ հայ ուսանողները գնում էին, այն մտավախությունը կար, որ մնում էին Եվրոպա մեծ մասը։ Հիմա այդ մտայնությունը այդքան արդիական չի, բայց այն կարծությունը, որ հնարավոր է այնտեղ ստանալ եվրոպական կրթություն, որ ստացել են, եւ հնարավոր է հիմա ստանալ, իմ կարծիքով դա պետք է վերականգնել, որ շատ կարեւոր է մեր բարձր կրթություն ստանալու։ Հայաստանում կրթական համակարգը վատ չի, բայց այդ կրթությունը ճանաչողության դաշտի առումով պետք է դուրս գա աշխարհը տեսնի։ Ուսումնասիրելու բանը շատ կա։ Դրսի կրթությունը նախ եւ առաջ օգնում է քոնը գնահատելու եւ գնահատելու, այո, եւ նաեւ այդ նեղմտությունից մի տեսակ մարդը բացվում է, տարբեր մշակույթների հետ է շփվում, վերցնում է, չգիտեմ, այդ բազմազանություն է տեսնում, ամեն մեկի լավը կարող է իր համար դառնա օրինակ եւ ինչ չէ նաեւ գնահատելու սեփականը։ Գիտեք, ինձ առիթ եղավ Արևմտյան Հայաստանում լինելու եւ հավատացեք գոնե զգացական առումով, բնականաբար գիտակցական առումով, նաեւ որպես հոգեվորական մեր հողուջուրը մեզ համար շատ թանկ են, թանկ ասելով չէ պարզապես այսպես վերացական, այլ գործնական, ասենք որ թուղթ չտնետենք, փչացնենք, չգիտեմ, ավերենք, բայց երբ որ տեսա թե ինչ ենք մենք կորցրել, այս փոքր հողակտորը եւ առավել եւս ազատագրված մեր հրաշք այդ անկյունը արժեքը պարզապես չասեմ բազմապատկվեց մի քանի աստիճանով, այլ անգին դարձավ։ Այսօր, այ ինձ դրա համար եմ ասում, պատկերացնում եք մենք
այսօր էլ էս կորցնենք։ Այդ մտավախությունը իմ մոտ ամեն օր կա։ Եվ օթից չի գալիս սա։ Ամեն օր օրը փոխվում է եւ մի նոր լուր ենք ստանում, որ օրինակ հիմա ես 3-4 օր ներկայացեմ Ռուսաստանից Շայգու, չգիտեմ ինչ եկել են, ուզում են խաղապահներ տանեն, զորավարություններ Արցախում եւ այլն։ Հիմնական նպատակը հասկանալի է, որ այնտեղ խաղապահ ուժեր եւ այլն, այսինքն մեր ձեռից տանելու տարբերակ ճանապարհներ են սրանք։ Կույր պիտի լիներ, որ սա չտեսնել։ Բայց մինչ այս պահը, եթե իհարկե կա նմանատիպ, ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում, շատ հնարավոր է, շատ հնարավոր է մենք չիմանանք էլ ներքին խոհանոցը, բայց մինչ այս պահը գոնե եզակի տարածաշրջաններից մեկն է, որտեղ խաղապահ չկա, երբ հակամարտությունը ոչ թե անթեղված է, այլ ոսկլտում է, մանավանդ վերջի շրջանում։ Եվ դա շնորհիվ հայկական բանակի, հայոց զինված ուժերի։ Իսկ հիմա արդեն խոսակցություն է գնում, որ ուզում են։ Բայց այդ խոսակցությունը չեք կարծում, որ միշտ էլ եղել է։ Պարզապես մենք զգոնությունը պետք է չթույլատնենք։ Կա, չէ, ասում անկրակցուխ չի լինում։ Եվ ինչու եմ դա ասում, որովհետև գնալով դրա նախադրյալները ստեղծվում են։ Ես մի քանի օր, մի 4 օր առաջ էի Արցախում, հաճախ եմ գնում, նկարելու եւ այլն։ Եվ նկատելի են այդ բաները։ Ինչ լավ կլինի, որ դա абսուրդ խոսակցություն լինի, ինչ որ ես ասեցի։ Իսկ եթե դրա նախադրյալներն կան, այսօր կանխենք։ Լավ, դա էլ է վտանգավոր, իսկ արդյոք վտանգավոր չեն հասարակության մեջ, որ հասարակությունն է զգոնությունը կորցնում։ Երբ որ իրեն տալիս է ագահությանը եւ հաճոյամոլությանը։ Այսօր մեր հասարակական կյանքում դրա քարոզչությանը չեք նկատում եւ չեք տեսնում, որ դա ռոպագանդա է արվում նաեւ մեր մեջ։ Բավական այսօր մեր հասարակության հերոսը դարձել է այդ ձեր ասած կերպարը։ Մարդիկ շատ վատ են ապրում։ Ու ցանկացած մարդ ուզում է լավ ապրել։ Ուզում է իր զավակները խնդիրներ չունենան։ Նյութական խնդիրների մասին է խոսքը։ Մարդիկ մոռացել են հոգեվորի մասին։ Քանի որ ընդհանուր մթնոլորտը մեր երկրում նյութապաշտության դաշտի մեջ է հայտ եկել։ Օլիգարխներ, չգիտեմ ինչեր եւ այլն, եւ մեր երկրի, մեր ժողովրդի մեր գլխավոր խնդիրը ագահությունն է։ Այո, այդ ագահները դարձել են մեր ժողովրդի համար հերոսներ, այսօրվա հերոսները։ Հետազարների համար դուրս գանք, ես ինստիտուտում դասավանդում եմ։ Ուսանողների մեծ մասը իրենց սաներվածքով, արտաքին պահվածքով եւ այլն նմանակում են այն օլիգարխներին, որոնք այսօր մեջտեղում են երևում։ Պատկերացրեք իրենց հերոսի իդեալը։ Օրինակ ասենք այս Արցախյան պատերազմի ժամանակ յուրաքանչյուր դրվագ այդ պատերազմի ընթացքի կարելի է մի շատ գեղեցիկ հայաստանական ֆիլմ նկարել։ Օրինակ Թաթուլ Կրպեյանի սխրանքը ինչ որ կատարեց։ Դուք պատկերացրեք հրաշք դաստիարակչական ֆիլմ կարող է լինել, կամ Լեոնիդ Ազգալյանի կերպարը իր զինվորական ջոկատները ստեղծի եւ այլն։ Լիքը կան։ Դա մի ահռելի մի միջոց է եւ իսկ ինչու է ահռելի, որովհետեւ այդ մարդիկ կենթանի մարդիկ են եղել, որոնց այսօր շատ մարդիկ ճանաչում են, ճանաչել են, ընկերներ են եղել։ Հաղորդումներ կան։ Դրանք կան, բայց բավարար չեն, հասկանում եք, պատկերացրեք, որ այդ քարոզչական դաշտը մի 100 անգամ պիտի ակտիվացնել դեպի դրականը, որովհետև արդյունքն ենք տեսնում։ Կինոինդուստրիան հասկանալի է, որ այդ բաց ունենք այդտեղ։ Այ օրինակ մենք մեր դասական նկարչության մեջ շատ ունենք կերպարներին անդրադարձներ, ասենք Կոմիտասը այդ Ներսիսյան լճի ափին, չէ, դա հայտնի այդ նկարը կա, կամ Անդրանիկի հայտնի նկարը կա, եւ այլն, այո։ Այ հիմա ինչու չի նկարվում, ասենք կարող է ինչ-որ մի արվեստագետ անմահացնել, այո։ Պատկերացրեք, օրինակ մենք ունենք բանը Կարեն Սմբատյան, Աստված հոգին լույս դարձնի մահացավ, Կարենը ոչ միայն Կոմիտաս, ոչ միայն հայ մեծայիններ նկարում, այլ ֆիդայիներ նկարում, շարք ուներ այդպես, կոմպոզիցիոն նկարներ անում եւ այլն։ Եվ շատերը, Իսաբեկյան Էդվարդը, Աստված հոգին լույս դարձնի, հրաշալի նկարիչ, շատերը կան, որ անդրադառնում են դրան։ Դժբախտաբար այդ տեղ չի հասնում։ Օրինակ ինձ համար անհասկանալի է մեր հերոստատեսություններից անունը չտամ, հա, որ հերոստալիքն է,
անհասկանալի թե ում համար է այդ ինչ որ Glendale Hills թե ինչ որ ամեն օր թե օրը մեջ ինչ որ օրնուկության քարոզություն են անում։ Ում համար են դա անում, ես չեմ հասկանում։ Եվ որտեղ են նայում մեր այդ հերոստապան կա, չէ, ինչ որ խորհուրդ կա։ Ինչի՞ չեն արգելում օրինակ։ Դան գիտեք ինչ ավերիչ գործ, ուսանողներ են, այդ հասակի աղջիկներ են, տղաներ են եւ այլն, ընդօրինակում են։ Բոլորը չէ որ իմաստուն են։ Այսինքն խակ բան կա, չէ, որ պետք է հասնի այդ դեղցը ծիրանը, խնձորը պետք է հասնի։ Իսկ միջև հասնելը ինչ տալիս ես, ինչ սելիտրա, ասեմ, ինչ ջերով ջերում ես, այդ ջերով են նրանք հասունանում։ Իսկ այդ ջուրը տալու համար վերահսկողություն, պետության վերահսկողությունն է անհրաժեշտ։ Դա ում համար են այդ կարողությունն անում, չի կարելի։ Ցավոք սրտի իհարկե շատ լավ կլիներ, որ այդ քարոզչական հարթակների պատասխանատուները լինեին բարձր քրիստոնեական, ինչպես նաև ազգային գիտակցության տեր կրող մարդիկ, այդպիսի բան չհրամցնելու հասարակությանը, որովհետև ուրիշ բան է, երբ որ մի վատ արարքը արվում է մի փոքր շրջանակի մեջ, բայց ուրիշ բան է, երբ որ այդ վատ երևույթը սփռվում է ամբողջ հասարակության տներով մեկ, թե որ իրենք տուն են մտնում ի վերջո։ Ինչ ուզեն, նայում են, կադրեր են նայում։ Եվ այստեղ ակնկալել, որ այդ հարթակների պատասխանատուները պետք է հայրենասերներ լինեն, պետք է բարոյական բարձր նկարագիր ունեն, կարծում եմ մենք ուտոպիստներ կլինենք։ Բայց պետական կառույցը ինքը պետք է պահանջատել լինի։ Այո, պետք է սանդղակ լինի, կարծում եմ։ Այո, մենք հակառակ բևեռից ենք գալիս։ Հասարակության իջեցնում ենք, դիտում ենք դա ուզում։ Հասարակության պետության խնդիրը պետք է լինի հասարակության գիտակցությունը բարձրացնի։ Ու այն ինչ որ այստեղ հասավ, այդ մտուցի, ոչ թե իջացնի նաև այդ քարոզության արդյունքում։ Դու հայտարարի, որ դա ուզում։ Ես ավելի սարսափելի բան ասեմ։ Այսօր Հայաստանում նկարահանվում են եւ ցուցադրվում են հաղորդումներ, որոնք վերաբերում են մեր ճանապարհատրանսպորտային վթարներին, վերաբերում են մեր ընտանիքների ոչ առողջ այդպես հարաբերություններին, որոնք ցուցադրվում են տարբեր թոք-շոուների միջոցով եւ դա ցուցադրվում է Սփյուռքում։ Ցուցադրվելով Սփյուռքում ոչ միայն Հայաստանը մեր Սփյուռքի հայրենակիցների աչքում սարսափելի մի վայր է արդեն երևում, այլ նաև այդ մարդկանց մեջ մենք արդարացնում ենք արտագաղթի արդարացնում ենք դա։ Եվ մարդը մտածում է, որ ինչ լավ էր ես դուրս եկա։ Իմ կարծիքով սա ուղղակի չի կարելի, ինչի համար, որովհետև սովորական ենք դարձնում, մարդու աչքի համար սովորական ենք դարձնում մարդասպանությունը, խուլիգանությունը եւ այլն։ 100 անգամ ասում ես, ով էր երեջներից ասում է Ռաբիզիայություն, խնդրում չմիացնեք, չէ ականջս կսովորի դրան։ Մենք սովորական ենք դարձնում մարդու համար, ող կավարիա է լինում, բառոնապես առանց սրտացավության բան։ Շնորհակալություն մեր հավերն ընդունելու, մեզ հյուրընկալվելու եւ այս բազմաբովանդակ, այսպես տարբեր թեմաներով զրույցի համար։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում օր 6-րդն էր եւ մեր զրուցակիցն էր գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը։ Մնացեք սիրո եւ խաղաղության մեջ։